Պարոն Աղազարյան, երեք պատիվունեմը հայտարարեց, որ չի աջակցում ձեր նախաձեռնությանը, նրանք ասում են, որ Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյան երկու պրոյեկտն է, ձեր մեկնաբանությունը որն է։ Այո, ես տեղյակ եմ այդ հայտարարությանը եւ ընտրյալն է, որ ցանկացած մեկը, ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած քան կարող է գտնել ինովատիվ համար կարող է գտնել տարբեր պատճառներ, արվեստներ եւ այլ։ Բայց աջակցելու դեպքում եւ դու Հայաստան դաշինքի աջակցելու դեպքում եւ իմպիչմենտի գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում մենք ինչ կարող ենք ունենալ։ Մենք կարող ենք ունենալ հետեւյալ պատկերը։ Էդմոն Մարուկյանը դառնում է վարչապետ 1 տարի ժամկետով։ 1 տարի, որովհետեւ 26 թվականին մենք բոլորս գիտենք, որ ազգային ժողովի հերթական ընտրություններն են։ Այսինքն մասնակցորեն իրականանում է ընդդիմադիր մեր գործընկերների այս 4 տարվա տվայտանքների, երազանքների իրողությունը։ Վարչապետը հեռանում էր իշխանությունից 1 տարով նշանակում էր վարչապետ, որ ուզում էին նշանակեին Վազգեն Մանուկյանին, Բաղդադ Գարստանյանին եւ այլ տարբերակներ։ Եվ հիմա այդ 1 տարվա հնարավորությունը տրվում է։ 1 տարվա ընթացքում ի՞նչ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը գնում է հանգստանում է 1 տարի, անդիմադիրները եւ Էդմոն Մարուկյանը երևի թիվան ձևավորում ներկայանում են ընտրողներին 26 թվականի ընտրություններից առաջ իրենց ծրագրերով պետության առաջ ծառացած խնդիրների լուծման կոնտեքստում յուրաքանչյուրը ներկայանում է սահմանադրություն, Մինսկի խումբ եւ այլ ներկայանում է եւ ժողովուրդը 26 թվականին ձևավորում է իշխանություն ըստ այդ ծրագրային դրույթների եւ մեկ հնարավորություն կունենայինք անցկացնելու պատմության մեջ, նորագույն պատմության մեջ ամենաարդար ընտրությունները։ Ինչու՞։ Որովհետեւ կա Էդմոն Մարուկյան վարչապետ, կա քաղաքացիական պայմանագիր մեծամասնություն, կա Հայաստան դաշինք, կա պատիվունեմ դաշինք, կա Վահագն Հովակիմյան Նիկոմից հարգված կենտրոնական տրական հանձնաժողովի նախագահ։ Որևէ մեկը այս ուժերից հնարավորություն չէր ունենա այս կամ այն կերպ բացասական ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների վրա։ Սա շատ գեղեցիկ հեռանկար է, որ մենք չունեցանք։ Հիմա ինչ վերաբերում է պատիվունեմի այսպես կոչված մերժմանից պահին, պետք է հայտարարենք, որ դա չի նշանակում, որ մենք գործընթացը դադարեցնում ենք, այդ գործընթացը մնում է բաց, եւ ես կարծում եմ, որ որևէ մեր երկրի համար միջև 26 թվականի ընտրությունները ճակատագրական հնարավոր ճակատագրական պահի կարող են եւ մեր ընդդիմադիր գործընկերները վերանայեն իրենց տեսակետը եւ միանան նախաձեռնությանը։ Իսկ ինչու են մերժում ձեր կարծիքով պատիվունեմը չի ուզում վարչապետ փոխի, որտեղ իրենք հայտարարել են, եթե վարչապետի տեխնացու լինի, առանց նախապայմանի կմիանան։ Դե ավելի լավ այդ հարցը իրենց տակ, որովհետև իսկ դժվարանում է պատասխանը։ Ի սկզբանե առաջադրելով Էդմոն Մարուկյանի տեխնացությունը այնուամենայնիվ դուք մտավախություն չունեք, որ ընդդիմությունը այսպես կարձագանքի հաշվի առնելով, որ Մարուկյանը համագործակցել է Փաշինյանի հետ։ Գուցե ձեր Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, առանցքի շուրջ հավաքված բոլոր քաղաքական ուժերը մասնակից են եղել մինչև 18 թվականի բոլոր ընտրությունների անցկացման կեղծիքի ձևով անցկացման ընտրակերտարարությամբ իշխանություն ձևավորելով այդ ճանապարհն են անցել եւ հետեւաբար մենք նաեւ այդ պատճառով պարոն Ասլանյանը եւ ես հայտարարել ենք, որ երբեք չենք համագործակցելու այդ ուժերի հետ եւ եթե նույնիսկ Էդմոն Մարուկյանի տեխնացությունը առաջարկած լինեն իրենք, ապա մենք նորից չենք միանալու։ Հետեւաբար տեխնացու առաջադրեիք հաշվի առնելով ընդդիմության վերաբերմունքը գուցե ավելի ճիշտ է, մենք 7 տեխնացու ենք ունեցել, նախնական քննարկումների ժամանակ, որից մեկը իմ համեստ անձն է, մյուսը մեր վարչության երիտասարդ անդամներից մեկը, իսկ 5 հոգի հայտնի քաղաքական, տնտեսական գործիչներ են, անուններ ես չեմ տալու, կներեք։ Շանսերն ավելի մեծ չէր, պարոն Աղազարյան։ Իմ շանսերը ամենաբարձր են, Նարեկ ջան, բայց ես դες տղա չեմ ապեր։ Ես դες տղա չեմ, ուրիշ ձևի տղա եմ։ Իսկ տեխնացու փոխելու հնարավորություն կա, օրինակ։ Իհարկե, կարանք վաղ ուրիշ նախաձեռնությամբ հանդես գանք, ինչի մասն է խոսքը։ Կներեք ուրիշ ձևի տղան որն է։ Ուրիշ ձևի տղան Նարեկի տված հարցի պատասխանն է։ Չնայած իմ հարցը ինչն էր խնդրալից, ես հարցնում եմ ձեր շանսերը ավելի մեծ չէ՞։ Ասում ավելի մեծ, իմ շանսերը ամենաբարձրն է, վաղ է պատասխանում հարցի, Նարեկ ջան։ Թե համաձայն չես դրված բարի։ Որովհետև ես ուրիշ ձևի տղա եմ, ուրիշ ձև եմ մտածում, դա համար ինձ չեմ առաջարկել։
Առաջարկել ենք պարոն Մարուկյանին։ Ալեն Սիմոնյանը երեք այսպես լուրջ չէր վերաբերվում, հա, ձեր տեխնացուին, ասում էր Հակոբ Ասլանյանի եւ Հովիկ Աղազարյանի քաղաքական միությունից է ծնվել Էդմոն Մարուկյանը։ Դուք ինչպես այս ամենին կարձագանքեք։ Նաեւ ասում էր մեր Էդմոն Մարուկյանը։ Դուք լավ կլինի ծանոթանաք երեկվա ժողովուրդ օրացերտին իմ տված հարցազրույցում, որտեղ ես ռեյտինգավորել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության որոշ մեր գործընկերների ըստ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հավատարմության աստիճանի եւ կարծեմ Ալեն Սիմոնյանը ամենաբարձր աստիճան ունի 2.73 Նիկոլ ասենք Ալեն Սիմոնյանը հավասար է 2.73 Նիկոլի Նիկոլին հավասար է 1 Նիկոլի բայց Ալեն Սիմոնյանը հավասար է 2.73 Նիկոլի հետեւաբար ես չանդրադառնամ այդ բանը Իսկ տարբերակ ունեք փոխելու տեխնացուին թե այս ընթացքում Չէ, իրավաբանորեն այո, օրենքներով այո, մենք կարող ենք փոխել, բայց մենք չենք փոխելու։ Ես ասում եմ, ոչ, բացառված է։ Ես ասում եմ ձեզ, որ մենք օրենքը թույլ տալիս է եւ մեզ փոխել տեխնացուին եւ նոր նախաձեռնության հանձնական պատգամավորները, բայց մենք չենք փոխելու։ Չի նշանակում, որ դուք նաև այս կերպել եք վիժեցնում գործընթացը հաշվի առնելով, ասում եմ, ընդդիմության վերաբերմունքը Էդմոն Մարուկյանի նկատմամբ եւ դուք էլ նոր չերքեցիք, որ միանշանակ չի։ Ախր ավելի պարզված արտահայտվենք։ Չկա այնպիսի իրավիճակ, որ Ասլանյան, Հակոբը եւ Հովիկ Աղազարյանը միանան ընդդիմության տեխնացությանը, որովհետեւ մենք դա հայտարարել ենք։ Մենք ներողություն, մենք համեստ խելոք մեր տեղը նստած էինք, երբ որ Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը հանդես եկան այդ առաջարկությամբ։ Մենք էլի սուս-փուս մեր տեղը նստած էինք, որովհետեւ մենք մեզանից այդպիսի ուժ չենք ներկայացնում։ Հետո Հայաստան Դաշինքը ասում է, մենք տեխնացություն ենք, միանալու ենք ցանկացածին, պատիվունեն ասում է, մենք տեխնացություն ենք, միանալու ենք ցանկացածին։ Ես էլ մաթեմատիկայից, տեխնիկական ինստիտուտի տեխնացու եմ, մաթեմատիկայից շատ լավ։ Երբ որ գումարեցի, տեսա 34 է անում։ 34-ին գումարում ես 36, անում է 34-ին գումարում ես 2, անում է 36։ Էդի մաթեմատիկական գիտելիքները հնարավորություն տվեց քաղաքագիտական հանճարեղ քայլ անելու։ Հիմա եթե 30 կներես 36 հոգով առաջարկներ 36 երբեք։ Հա, դուք 36 հոգով ենթադրենք հասակ այդ փուլին։ Հետո էլի տապալվելու է, չէ՞ գործընթացը։ Չէ, միանշանակ չի նայել, որովհետև երբ որ մենք հասնենք այդ փուլին եւ մտնենք խորհրդարան, արդեն մենք ավելի ազատ կլինենք։ Հոգի կգա եւ դեմ կողմ կքվեարկի 18 Հավանականությունը հաստատ 0 չի։ Իսկ կան խոսակցություններ, Հաստատ 0 չի։ Չէ, դա այդպես չի լինում, դա պետք է դու գաս Ես կներկայացնեի պարոն Մարուկյանին հիմնավորումներ կբերեի, պարոն Մարուկյանը հանդես գար ծրագրային դրույթներով հիմնավորումներ կբերեր, ակնհայտ է, որ վարչապետը հոգնած է կգնար մի տարի կհանգստանար կամ 6 ամիս կհանգստանար, այնպես 6 ամիսը կնվիրեր նախընտրական կամպանիա, ինչ վատ բան է կարող։ Պետք է Նիկոլ Փաշինյանին անվտանգության երաշխիքներ տալ այդ մեկ տարվա ընթացքում, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը ունի անվտանգության երաշխիքներ օրենքով սահմանված։ Պարոն Աղազարյան, եթե ընդդիմադիրները չեն միանում, այսինքն չեն վստահում Էդմոն Մարուկյանի որպես վարչապետի տեխնացու, դեռ մի կողմ թողնենք, իրենք կվստահեն, չեն վստահ։ Դուք կարծում եք Մարուկյանը այն կերպարն է, որ հասարակության կողմից վստահություններ շնչող մարդ է, կարող է վարչապետի տեխնացու լինել, այսինքն այդ ունի այդ վստահությունը հանրության շրջանում։ Հանրությունը շատ ժամանակ նախ ես գտնում որ բանը ինքն իր մակարդակով ամեն ինչով բավարարում է իսկ հանրությունը համախմբում է մի գաղափարի շուրջ, որտեղ տեսնում է, որ այդ գաղափարը տանում է դեպի տաճար։ Այդ գաղափարը տանում է դեպի տաճար։ Հիմա եւ Էդմոն Մարուկյանը, եւ պարոն Ասլանյանը, եւ ես կներեք, այդքան պարզունակ չենք, որ մտածենք մենք տեխնացու կառաջադրենք եւ գլխապատար գանք ստորագրեի։ Մենք ունենք նաեւ պլան B։ Մենք պլան B կաշտացնենք։ Որն է դա Առաջիկայում կասվի պլասին։ կարևորը պլանցն է։ Իդե պարոն Աղազարյանը միացել է ձեր նախաձեռնությանը։ Չգիտեմ, առանց չեմ նայել հոգեզ ստորագրել։ Եվ պարոն Ասլանյանից բացի այն մարդ ստորագրել այդ նախաձեռնությանը։ Դեռ ոչ։ Իսկ բաց քանի օր է ստորենքով լինելու։ Միջև կպահենք միջև 26 թվականի հունիս։ Պարոն Աղազարյան, Ռոբերտ Քոչարյանը 48 ժամով իրեն վարչապետի տեխնացու զգալու մասին ակնարկը հաստատ ուղղել էր Էդմոն Մարուկյանին չպատասխանել։ Իհարկե, ես Ռոբերտ Քոչարյանի մասին, որպես անձնավորության մասին միշտ էլ
բարձր կարծիք եմ եղել եւ երբ որ ինքը եղավ բանա Լևոն Տեր-Պետրոսյանի Վագնես Սարգսյանի կողմից եկավ հրավիրվեց Հայաստան որպես վարչապետ ես այն ժամանակ էլ շարունակում էի նկատմամբ շատ բարձր կարծիքի լինել մի անգամ էլ նույնիսկ ինքը հրավիրել էր ճաշկերույթի ինձ այո մի քանի հանձնաժողովների ընդունության հետ կապված հանձնաժողովների նախագահների այդ շրջանակներում ասենք նորմալ բայց ինքը գնաց սխալ ճանապարհով եւ եթե այսօր ասում է լավ եմ արել 100 միլիոն թալանել եմ Նիկոլը թալանել է դա չի ասել բաղասել ոնց ալնում ասում է չի ասել իր ասածը դա է նշանակում լավ եմ արել 100 միլիոն թալանել եմ բարոշները քան այսքան թալանել լավ ենք արել Արցախը տվել ենք բայց դուք ինչ եք բանը տվել ղարսը տվել այդ նարատիվներից պիտի դուրս գան թալաներից պիտի պատասխան տաս որ թալանով պիտի պատասխան տա տեխնացուի մասով բնականաբար հեգնել է բարձր հեգնել է պարոն Մարուկյանի տեխնացիան ինքը հեգնել է բայց հիմա իրանց դեմքնել պատրվում է իրանց դեմքներ պատրվում է մենք ունենք մի հատ իրավիճակ պարոն Մարուկյանը իր բանը երեկվա լայվում շատ գեղեցիկ մի հատ միտք արտահայտեց որ քաղաքական մոնոպոլի արտահայտություն ես մի քիչ ուրիշ դեպի էի ներկայացնում մենք ունենք մի հատ իրավիճակ իշխանության կայունության իրավիճակ մի սյունի վրա ձողադրված մի ծայրում իշխանություններն քաղաքացիական պայմանագիրը մի ծայրում Անդիմությունը Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ իրար հավասարակշռում են, իրար պահում են։ Այս սյունը պետք է տակից հանել, այդ հավասարակշռությունը խախտել, քաղաքական դաշտում գեներացնել որոշ էներգիա եւ Հանող Էդմոն Մարուկյանն է։ Աջան։ Սյունը հանող Էդմոն Մարուկյանն է։ Կարևոր չի թող գահնի, կարևորը որ հանվի։ Բայց ինչպես ստացվեց, որ դուք գնացիք ու կանգնակ մի մարդու տեխնացության վրա, որ Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատել էր հատուկ հանձնարարություններով դեսպան։ Էդմոն Մարուկյանը երբեք Նիկոլ Փաշինյանի մոտ չի աշխատել, Էդմոն Մարուկյանը աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։ Էդի ձեր հասկանալով է այդպես։ Դուք գիտեք թե ով որ մեկին հետ աշխատում որ պիտի հավերժ իրա ծառան լինի կամ հավերժ իրա կամակատար լինի։ Բայց ինչի Լևոն Տեր-Պետրոսյանը այսքան ճանապարհ անցնելով Նիկոլ Փաշինյանը ինչի ասենք դուրս եկավ այդ այսպես կոչված շրջանակից։ Ոչ մեկը իհարկե ոչ մեկի ծառան չի։ Ես ամբողջ կյանքում երեխա վախտանից ասել եմ, այն որ ես պիտի պատգամավոր դառնամ 18 թվականին դրա էական մեծ նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանը ինչքան ասեցինք չհոգնեցինք այդքան բան ասեցինք բայց մենք զրո չենք մենք էլ մեզանից ենք արժեք ներկայացնում այդ է հարցը հիմա ինչքան արժեք ենք ներկայացնում այդքանով արժեք ենք ներկայացնում այդքանով մենք կարողանում ենք դրսևորվենք եւ հետեւաբար Նարեկ ջան որևէ մեկի ծառան չի այսօր պետական հանցագործություն որ Հայաստան խմբակցությունում եւ պատիվ ունեմ դաշնիկում ընդհանրապես կան մարդիկ անհատներ որոնք հնարավորություն չունեն իրենց նպաստը բերեն պետության զարգացմանը իրենց մակարդակով իրենց գիտելիքներով դա պետական հանցագործություն է մենք այդ ամենը պիտի ջարդենք Պարոն Աղազարյանից կփորձեք հենց կուսակցության լիդերների քաղաքական լիդերների հետ հանդիպում ունենալ օրինակ Սերժ Սարգսյանի Ռոբերտ Քոչարյանի փորձեք իրենց ստեղծված իրավիճակի լրջությունը բացատրեք մենք ստեղծված իրավիճակի լրջությունը բացատրում ենք ձեր նման կարևորագույն ֆունկցիա կրող սուբյեկտների հետ շփվելով լավ ձևակերպեցին Նարեկ ջան նախատեսում